Արգելի հյուրեր, այսօր Հայաստանի եւ Սփյուռքի ամենահեղինակավոր գործարարները, բժիշկները, մշակույթի ու արվեստի ոլորտի վառ ներկայացուցիչները համախմբվել են մեկտեղելու հայ մտքի հզոր ներուժը։ Այս բացառիկ միջոցառումը գնահատանքի եւ մեծարման երեկո է այն անհատներին եւ կազմակերպություններին, ովքեր իրենց գործունեությամբ ու նվիրումով կառուցում են մեր երկրի ապագան, իրենց ոլորտներում դառնալով իսկական էտալոններ։ Միջոցառումը սկսում են Կարաբական Միացյալ Էմիրությունների եւ Քաթարի հայոց թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Մեսրոպ եպիսկոպոս Սարգսյանի օրհնության կարգով։ Հայաստանի Հանրապետության հյուբադոս, ազգային իշխանության ներկայացուցիչներ եւ հարգարժան հյուրեր։ Մեծ ուրախությամբ եւ բադիվով ստացա հրավերը ներկա գտնվելու արդեն իսկ երկրորդ անգամը լալով Prestige մագազինի կողմէ գազմագերբված Դուբայեն նայս գեղեցիկ հանդիպումին։ Դարբեր աշխարհի ծայրերեն համախմբված են հոս բնականաբար իրենց կյանքի մեջ դարբեր ոլորտներու մեջ հաջողություն կդող անհատներ, որոնք բոլորն ալ մեծ ուրախությամբ հայկական անունը բարձր հբարդությամբ իրենց հետ դարած են ամենուրեք։ General Consul of Armenia, there are guests. It's my extreme pleasure to participate second time of the awards of Prestige magazine award ceremony. Ներկա օրերուս բազմաթիվ մարդահրավերներով շրջապատված ենք Հայաստանեն ներս եւ Հայաստանեն դուրս։ Եվ հստակ կերպով մեկ բան կբացի մեզի, որբեսի այս մարդահրավերները կարողանանք հաղթահարել։ Անալ երբևնի մեր մոտ գտնված միասնականության պատրաստակամություն եւ գամքը։ Armenia is facing challenges inside and out, and it's our extreme effort to meet these challenges and overcome these challenges. Հետևաբար, եկեք բահմը վերադառնանք մեր պատմության։ Հայ ժողովրդի ամենաջագադակրական բահերուն բոլոր մեր խնդրականությունները մեկտի տնելով ըլլա հարանվանական խտրություն, ըլլա գուսակցական, ըլլա ներասկային միշտ համախմբված ենք մեր հայրենիքին ու ասկային ընդհանրական շահերու շուրջ։ And to this critical point, let's go back to the history and let's be united, no matter which kind of political parties or countries we represent. We are united as a nation. Այսօր այս ճակատագրական պատմական հանգրվանի մեջ գտնվենք, դուք բոլորդ որ ձեր կյանքի մեջ դարբեր ոլորտներու մեջ հաջողություն կդածեք, չադակով պետք է դառնաք անգամ եւս միասնության։ As you are one of the most successful representatives of our nation, you have to be the pioneers who contribute to the unity of the nation. Հետևաբար խոսքս եզրափակելով մեկ պատկամ ունենք։ Մեր միասնությունը գրավականն է մեր հայրենիքի գոյության, մեր աշխարհացրիվ հայության գոյության եւ մեր երկրի պահպանության։ Unity is the precondition of the existence of our country, of the existence of our nation throughout the world. Հետևաբար միշտ միասնությամբ մեկ բռունց կազմած գրնանք հաղթահարել բոլոր դժվարություններուն։ Let's be united and overcome all obstacles and challenges. Անկամ եւս շնորհակալություն զգայտնեմ Prestige մագազինի գազմին, Դիգին Սեդային եւ իրեն օժանդակող մարմիններուն կամ հանձնախումբին կամ անձերուն, որոնք այս բացառիկ դարբեր աշխարհի գետրոններն մեջ երեգոները կգազմագերբեն, հայ ինքնության եւ հայ պատկանելիության դրոշման կամ եւս վերա գանքնեցնելու մեր հայկական կյանքերներս։ And thanks again to Prestige magazine and especially Seda and the staff of the magazine to organizing such an important event throughout the world, uniting the nations and representing and selecting the best ones. Երկու դողալ մեր հայերու մասին, որոնք կապրին ծոցի այս դարաշրջաններս, A couple of words of those Armenians who are living here. Հայերը սկսած են հոս հաստատվել 60-ական թվականներով ավարտին։ Armenians moved here late 60s. 60s. Եվ անցնող ավելի քան դասնամյակներուն տածքին մենք հաջողած ենք երկու եկեղեցական համալիրներ ունենալ էմիրություններեն ներս։ And throughout these years we achieved to have 2 church complexes in the Emirates. in the Emirates.
One is located in Sharjah and it's serving the Armenians. Մեկը շարժայում է եւ ծառայում է այնտեղի հայ բնակչությանը։ Since 1998, already 27 years back. 1998-ից արդեն 27 տարի։ And the second one, the members of our council are here who collaborate with us and we built it in 2014 in Abu Dhabi, of course. Եվ երկրորդը In the capital. 2014 թվականին է կառուցվել Աբու Դաբիում, որի շինարարության մասնակիցները այստեղ են։ Եվ կգոչվի Սրբոց նահատակած եկեղեցի։ Հայոց ցեղասպանության 100-րդ ամյակին արիտով այդ անվանումը ստացավ այդ եկեղեցին։ And the one who was built in Abu Dhabi is Called Holy Martyrs Church. dedicated to the 100th anniversary of Armenian genocide. Հետևաբար այսօր ներկա պայմաններում մեջ հայության տիվը գահագաղշրե մոտավորապես 16000 որոնք հիմնականի մեջ սուրիահայ եւ լիբանանահայեր են, բայց վերջին տարիներուն գրնամսել Հայաստանեն, Ռուսաստանեն, Ուկրաինայեն եւ աշխարհի բոլոր ձակերեն, ուր որ հայկական գաղութ կա անպայման ներկայացուցիչ ունին Դուբայի մեջ կամ Էմիրություններն ներս։ Armenian diaspora here usually traditionally was consisted of Armenians from Lebanon and Syria, but nowadays we have also representatives from Armenia, Russia, Ukraine, and all over the world. And 16,000 Armenians living Exactly. Ունենք ասկային վարժարան միօրյա եւ ունենք եկեղեցի, մեր հիմնական նպատակը հայ մանուկները դաստիարակել գրոնկով եւ հայեցի դաստիարակությամբ բահելով իրենց հայկական ինքնությունը։ We have school, we have church, and our main goal is to keep our kids and our diaspora community Armenian. Աստված օրհնե ձեր բոլորը եւ հաջողություն կմաղթեմ ձեր ծրագիրներուն եւ բարի վայելում ձեր բոլորին։ Օրնյալ Դեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ երգին սես Սուրբ Եղիցի անունքո, եկես ցերկայություն քո, Եղիցին գամքո որբես երգինս եւ երկրի, ըս հաց մեր հանավասոր դուր մեզ այսօր, եւ թող մեզ սպարդիս մեր որբես եւ մեկ թողունք մերոց սպարդաբանած, եւ մի դանիրս մեզի փորձություն, այլ բրգյազ մեզի չարե, զիքոյ արկայություն եւ զորություն եւ բարգավիդյանս ամեն, բահբանիչ եւ ույս հավատացելոց Քրիստոս Աստված մեր, բահյա, բահբանյա եւ օրտնյա, զասկսայոց ի Հայաստան եւ իսպյուրս աշխարհի եւ զեգերեցիս Հայաստանյայց, ընթովանյավ Սուրբ Բադվագան խաչիվտ կովի խաղաղության, բրգյա, ազատյա հերևելի եւ հաներևույթ տշնամվույն, արժանավորյա կողությամբ բարավորել սկեզն թոր եւ ընծրպող քույտ, այժմ եւ միշտ եւ ավիտյանս ավիդենից ամեն, ջաշագեց սուկ խաղաղությամբ սկերագուրս որ բարգեւյալ է մեզիտյարն է, օրտնյալ է դերի բարգեւս սուրամեն։ أعزائي الحضور الحفل الكريم، أود أن أتشكر حضوركم في هذه الأمسية ومن هذا المنبر باسم الجالية الأرمنية أود أن أشكر دولة الإمارات العربية المتحدة، رئيس الدولة وحكامها الذين لديهم فكرية التسامح والتقبل في هذه الدولة ويمنحون الفرص للأقليات وللديانات التي تسكن وهي مقيمة في هذا البلد، ليدعم الله ببركته وسلامه هذه الأراضي المباركة وشكرا. Այժմ պրեստիժ միջազգային մրցանակաբաշխության ղեկավար Սեդա Գասպարյանը համայնքի ծառայության, հոգևոր առաջնորդության եւ հայկական արժեքների պահպանման ու տարածման գործում ունեցած բացառիկ ներդրման համար շնորհակալագիր կհանձնի Տեր Մեսրոպ եպիսկոպոս Սարգսյանին։ The head of Prestige International Awards, Seda Gasparyan, represents certificate of appreciation to His Eminence Bishop Mesrop Sarkisyan in recognition of his exceptional contribution to community service, his spiritual leadership, and his devoted work in preserving and promoting Armenian national and spiritual values.